Կաթը սեր է։ Ինչպես է կաթնամթերքը օգնում բարձրացնել իմունային համակարգը։ Կաթի մեջ եղած վիտամինները, A, D, B վիտամինները, ինչպես նաև ցինկը եւ սելենը օգնում են, որպեսզի երեխան ունենա առողջ աճ, որովհետեւ դա նրա ամբողջ կյանքի համար է։ Ինչպես է կաթնամթերքը օգնում բարձր պահել իմունիտետը։ Կաթնաթթվային մթերքները, օրինակ կեֆիրը, հունական յոգուրտը, մածունը, դրանց մեջ եղած պրոբիոտիկները օգնում են մեր աղիների միկրոֆլորային։ Խոսենք կաթնաթթվային մթերքներից, միֆ չէ, որ այն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը եւ օգտակար է դիաբետով հիվանդներին։ Նրանց մեջ եղած բարձր սպիտակուցները տալիս են հագեցվածություն եւ մենք ավելորդ ուտելու ցանկություն չենք ունենում։ Շատերը առողջ սննդակարգը եւ քաշի կարգավորումը առանց կեֆիրի չեն պատկերացնում, այն իսկապես օգնում է նիհարել։ Կաթը սեր է։ Կաթը սեր է, ողջույն։ Կաթ խմիր, որ առողջ լինես, արտահայտությունը գալիս է մանկությունից։ Իսկ ինչով է օգտակար կաթնամթերքը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել առողջ մարդու սննդակարգը, եւ ինչպես է կաթնամթերքը օգնում բարձրացնել իմունային համակարգը։ Այս հարցերի պատասխանները ոչ բոլոր մեծահասակներն ունեն։ Մենք հրավիրել ենք մասնագետի, ով կտա մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Իմ հյուրը սննդաբան Արմինե Հակոբյանն է, ողջույն Արմինե։ Բարև ձեզ։ Ինչով է օգտակար կաթը եւ ինչու առանց կաթնամթերք հնարավոր չէ պատկերացնել առողջ մարդու սննդակարգը։ Շատ կարևոր է կաթի արկայությունը հենց մանկուց, որովհետև այն կարգավորում է երեխայի առողջ աճը, հորմոնալ առողջությունը եւ զարգացումը։ Կաթի մեջ եղած վիտամինները, A, D, B վիտամինները, ինչպես նաև ցինկը եւ սելենը օգնում են, որպեսզի երեխան ունենա առողջ աճ, որովհետեւ դա նրա ամբողջ կյանքի համար է։ Այսինքն մենք պետք է ի սկզբանե հոգ տանենք երեխայի ոսկրերի ամրության համար։ Ինչպես նաև կաթի մեջ արկա կալցիումը շատ կարևոր է երեխաների աճող երեխաների ոսկրային ամրության եւ ատամների համար եւ նաեւ այն կովերը, որոնք ուտում են թարմ խոտ, նրանց կովի այդ կաթի մեջ արկա է նաև ֆոսֆորը, իսկ կալցիումի եւ ֆոսֆորի զուգակցումը ել ավելի է ամրապնդում ոսկորների ամրությունը եւ ատամների ամրությունը, իսկ կաթի մեջ եղած վիտամին D-ն օգնում է այս երկուսի յուրացումը։ Ինչպես գիտենք, եթե մեր ոսկրերը ամուր չեն, մենք արդեն հանդիպում ենք օստեոպորոզ կոչվող հիվանդությանը, դա ոսկրերի հիվանդությունն է։ Ոսկրային փխրունություն։ Բայց հետաքրքիր է, ասում են, որ մեծահասակներին ցուցված չէ կաթ խմել, սա միֆ է։ Միֆ է ինչ առումով, որ եթե այդ մեծահասակները փոքրուց սովոր են, իրենց օրգանիզմը լավ յուրացրել է կաթը, նրանք կարող են հիմա էլ իրենց սննդակարգում ունենալ օրական 100-200 գրամ կաթ, եթե չունեն մարսողական որևիցե խնդիր, դա նրանց չի խանգարում, կարող են խմել կաթը։ Բացի կաթից եւ մանկահասակները եւ մեծահասակները իրենց սննդակարգում ամեն օր պետք է ունենան կաթնամթերք, ինչու, որովհետեւ կաթնամթերքում արկա սպիտակուցների բարձր սպիտակուցների եւ ճարպերի արկայությունը շատ կարեւոր է նրանց առողջության համար։ Ինչպես նշեցինք, B խմբի վիտամինները, որոնք մեր իմունային համակարգի պատասխանատուն են, դրա համար մենք չպիտի խուսափենք կաթից։ Հետազոտությունները ցույց են տալիս կալցիումի ոչ բավարար քանակի արկայության եւ օստեոպորոզ հիվանդության միջև կապը, դրա համար այն պետք է բավարար քանակությամբ ներառենք մեր սննդակարգում, որպեսզի նաեւ կանխենք արյան բարձր ճնշումը, որովհետեւ այն նաեւ կարգավորում է արյան բարձր ճնշումը։ Բացի այդ, մենք նշեցինք, որ կաթի մեջ արկա է վիտամին D-ն, իսկ վիտամին D-ն շատ կարեւոր է մեր իմունային համակարգի համար։ Այո, հատկապես ցուրտ եղանակներին եւ վիրուսներն ակտիվանում են, դիմադրողականությունը բարձրանալու խնդիր է առաջանում, Արմինե, ինչպես է կաթնամթերքը օգնում բարձր պահել իմունիտետը։ Ինչպես գիտենք, մեր իմունային համակարգի 70%-ը գտնվում է մեր աղիներում, իսկ եթե մենք չունենք առողջ աղիներ, ապա չունենք նաեւ բարձր իմունային համակարգ, իսկ կաթնամթերքը, որոնք են կաթնաթթվային մթերքները, օրինակ կեֆիրը, հունական յոգուրտը, մածունը, դրանց մեջ եղած պրոբիոտիկները օգնում են մեր աղիների միկրոֆլորային եւ այդտեղից էլ հենց գալիս է ինչու է կաթնամթերքը բարձրացնում մեր իմունային համակարգը, այսինքն այստեղ գալիս ենք, որ կաթնաթթվային մթերքը շատ կարեւոր է մեր առողջ իմունային համակարգի համար եւ մենք զերծ կմնանք տարատեսակ վիրուսներից եւ մրսածությունից
Ինչպես հնում միշտ արել ենք, կաթի մեջ շատ լավ տարբերակ է կաթի մեջ մի փոքր կարագի եւ մեղրի արկայությունը, եթե իհարկե չունենք մեղրից ալերգիա, կարող ենք օգտագործել հիվանդ ժամանակ։ Ուրեմն խոսենք կաթնաթթվային մթերքներից, միֆ չէ, որ այն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը եւ օգտակար է դիաբետով հիվանդներին։ Ոչ, միֆ չէ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ եթե մենք առավոտյան սկսենք օրինակ կաթնաթթվային մթերքներից, օրինակ հունական յոգուրտը կլինի, կեֆիրը, կատնաշորը, այստեղ եկեք հավելացնեմ նաև ռիկոտան, որը շատ ավելի նուրբ համ ունի, ովքեր չեն սիրում կատնաշոր, կարող են նաև ռիկոտան օգտագործեն, ելի ունի բարձր սպիտակուցներ իր մեջ, դրանց հետ նաև համատեղ ենք մի փոքր ամբողջահատիկ հաց, կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ ինչու, որովհետեւ նրանց մեջ եղած բարձր սպիտակուցները տալիս են հագեցվածություն եւ մենք ավելորդ ուտելու ցանկություն չենք ունենում։ Ոչ միայն սպիտակուցները, այլ նաեւ այդ օգտակար ճարպերը, կաթնաթթվային մթերքները, հատկապես կեֆիրը, լավ է լակտոզայի անտանելիություն ունեցող մարդկանց համար, որովհետեւ օրգանիզմում այն վերածում կաթնաթթվի, որն էլ ավելի դյուրամարս է, քան կաթը։ Լակտոզայի նկատմամբ անտանելիություն ունեցող մարդիկ չպետք է հրաժարվեն կաթնամթերքից, ստացվում է։ Եթե կաթը լինում է ավելի դժվարամարս, կաթնաթթվային մթերքները ավելի դյուրամարս են եւ նրանք կարող են ներառել իրենց սննդակարգում։ Խոսենք կեֆիրի մասին, որը ես շատ եմ սիրում օգտագործել, թե երեկոյան քնելուց առաջ, թե առավոտյան որպես նախաճաշ ավելացնելով ընդեղեն ու սերմեր, կեֆիրը ինչ օգտակարություն ունի։ Այո, շատ շատերը առողջ սննդակարգը եւ քաշի կարգավորումը առանց կեֆիրի չեն պատկերացնում, այն իսկապես օգնում է նիհարել։ Այո, այն օգնում է նիհարելուն, ինչու, որովհետեւ ունի բարձր սպիտակուցներ, ոչ բարձր յուղայնություն, այն տալիս է հագեցվածություն, նորից կարգավորում է մեր միկրոֆլորան, որից էլ մենք ունենալով հագեցվածություն ավելորդ ուտելու ցանկություն չենք ունենում։ Կարող եք ուտել օրվա որ ժամին, որ ցանկանում եք։ Այսինքն առավոտյան կեֆիրն օգնում է կարգավորել աղիների աշխատանքը, երեկոյան ունենալ հագեցվածության զգացողություն, խուսափել շատ սնվելուց։ Այո, եւ ունենալ բարձրորակ քուն։ Ես այստեղ ուրախությամբ պիտի ասեմ, որ Երեմյան կաթնամթերքի կեֆիրը, ինչպես եւ ողջ տեսականին պատրաստված է 100% անարատ կաթից, կեֆիրն ունի 2% յուղայնություն եւ բարձր սննդային արժեք, որն օգնում է կարգավորել քաշը, ամուր պահել իմունային համակարգը եւ ապրել առողջ։ Միակը Հայաստանում մանկական կաթի վկայականով եւ սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ։ Երեմյան կաթնամթերք, մեր ֆերմայից ձեր սեղանին։ Իսկ դու գիտեիք, որ կաթնամթերքի հաճախակի օգտագործումը նվազեցնում է գիրանալու ռիսկը։ ԱՄՆ-ում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ կաթնամթերքի պարբերաբար կիրառումը կանխում է մանկական ճարպակալումը, ինչպես նաև տարեց կանանց շրջանում գիրանալու վտանգը։ Հարց սննդաբանին ինչպես։ Այո, որովհետև կաթնամթերքի մեջ եղած սպիտակուցները տալիս են հագեցվածություն եւ իսկ B խմբի վիտամինները դրանք էներգիայի աղբյուրն են, օրինակ B3-ը, նիացինը, այն սնունդը վերածում էներգիայի եւ կարգավորում է նյութափոխանակությունը։ Եթե մեր նյութափոխանակությունը արդեն կարգավորված է, մենք արդեն չենք ունենում քաշի հետ խնդիրներ։ Դրա համար պետք է մեր սննդակարգում մենք ամեն օր ներառենք կաթնամթերք, եթե կաթը չենք սիրում, ապա կաթնաթթվային մթերքները շատ կարևոր են, որ մենք ունենանք մեր սննդում։ Եթե մենք չենք ունենում սպիտակուցներով հարուստ մթերքներ, մենք ունենում ենք ավելորդ արծաթխաչերեր։ Եվ այստեղ պետք է հիշենք ճարպերի մասին, որը չպետք է չարաշահենք, եթե խնդիրը քաշի կարգավորումն է։ Եթե քաշի կարգավորման մեջ է, ապա մենք կարող ենք ընտրել ավելի քիչ տոկոս յուղայնությամբ կաթնամթերք, բայց երբեք ոչ յուղազերծված։ Այսինքն, որովհետև յուղազերծված կաթնամթերքը իր մեջ ունի վիտամիններ եւ օգտակար նյութեր։ Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ կաթը սեր է, ուժ եւ առողջություն, իսկ ընտրելով Երեմյան կաթնամթերք, ընտրում եք բացառիկ որակով սեփական ֆերմայից ստացվող A դասի անարատ կաթնամթերք։ Այդուհանդերձ կան մարդիկ, ովքեր կասկածանքով են վերաբերվում հատկապես կաթի ճարպին, յուղին։ Արմինե, ասենք, այն կարող է սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը բարձրացնել կամ բարձր խոլեստերինի պատճառ դառնալ։
Եթե ունեք սրտի հետ կապված խնդիր եւ ունեք բժշկի կողմից ցույցում, որ չպետք է օգտագործեք, ապա մի օգտագործեք, բայց եթե որևիցե խնդիր չունեք, ապա կաթը եւ կաթնամթերքը օգնում են ձեր սրտանոթային համակարգի լավացմանը, աշխատանքին։ Արոտավայրերում կամ խոտով կերակրվող կովերի կաթի մեջ ավելի շատ առկա են օմեգա 3 ճարպաթթուները եւ ուղեկցվող լիոնաթթուն, ինչն էլ նպաստում է, այս առողջ ճարպերն են նպաստում են արյան հոսքի առողջ մատակարարումը դեպի կենսական օրգաններ, որոնք էլ իրենց հերթին արդեն նպաստում են ճնշումը սրտի եւ սրտանոթային համակարգի վրա։ Թեև կաթի մեջ եղած կալցիումի առկայությունը մենք կապում ենք միայն ոսկորների ամրության հետ, այն նաև օգնում է մեր սրտի եւ սրտանոթային համակարգի առողջության համար։ Ինչ վերաբերում է խոլեստերինին, արդյոք կաթնամթերքի օգտագործումը կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հենց առողջ ճարպերը նվազեցնում են վատ խոլեստերինը եւ բարձրացնում են լավ խոլեստերինը։ Այսինքն, եթե մենք չունենք հիվանդություններ եւ չունենք ցուցում, ապա մենք այն կարող ենք հագիստ ներառել մեր սննդակարգում։ Շատ լավ, իսկ ինչպես պայքարել դարի հիվանդության սթրեսի դեմ, որը խլում է մեր իմունիտետը, իսկ ցուրտ եղանակներին, երբ վիրուսներն ակտիվանում են, դիմադրողականությունը իջնում է, կաթնամթերքի օգնությամբ կարող ենք բարձրացնել ինչ կաթնամթերք ընտրել։ Այո, սա բացատրվում է կաթի մեջ առկա վիտամին D-ի եւ դեպրեսիայի կապով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին D-ի բավարար քանակությունը նպաստում է օրգանիզմում սերոտոնին հորմոնի բարձրացմանը, որը դրական է ազդում մեր ախորժակի տրամադրության վրա։ Մթերքները, որոնք հարուստ են վիտամին D-ով եւ B-ով, մեզ օգնում են ավելի երջանիկ լինել եւ 240 մլ կաթի մեջ մենք կարող ենք լրացնել օրվա 30% D վիտամինի պաշարը։ Հրաշալի։ Իմանալով այսքան օգտակարության մասին, մեզ մնում է միայն տեղեկանալ, լինել իրազեկ, թե ինչին ուշադրություն դարձնել կաթնամթերք ընտրելիս, խանութում, որ կաթնամթերքն է օգնում մեզ ապրել առողջ, բարձրացնել իմունային համակարգը։ Մենք անպայման պետք է կարդանք մագնիշումը, որպեսզի չլինեն կաթնախառնուրդներ, կաթնայուղի փոխարինիչներ, դրանք տրանս ճարպերն են, որոնք չպիտի լինեն մեր սննդակարգում, պետք է մենք տեսնենք կաթը պետք է լինի անարատ, բնական, պետք է ուշադրություն դարձնենք ժամկետին, ինչքան երկար է ժամկետը, այնքան հավելումները շատ են դրա մեջ, պետք է ընտրենք նաև, եթե ունեք խնդիր քաշի հետ ցածր յուղայնությամբ, բայց ոչ երբեք յուղազերծված կաթնամթերք։ Եվ այսպես իմանալով կաթի եւ կաթնամթերքի մեջ եղած վիտամինների եւ հանքանյութերի առկայությունը, մենք պետք է այն ներառենք մեր սննդակարգում ամեն օր, որպեսզի զերծ մնանք տարատեսակ վիրուսներից։ Իսկ իմունիտետի համար չենք մոռանալ կաթնաթթվային մթերքները, կեֆիրը, հունական յոգուրտը, մածունը, որոնք էլ կարգավորում են մեր աղիների միկրոֆլորան։ Շնորհակալություն ինֆորմատիվ զրույցի համար։ Ինձ մնում է միայն ավելացնել, որ ընտրելով Երևան կաթնամթերք ընտրում եք բացառիկ որակով առողջ եւ սննդարար կաթնամթերք։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն, եւ մենք ուրախ ենք այն կիսել ձեզ հետ ամեն օր։ Հայրիկ, իսկ որտեղից է կաթը հայտնվում մեր սեղանին։ Մայրիկն է գնում։ Երեմյան կաթնամթերք։ Մեր ֆերմայից ձեր սեղանին, կաթը սեր է։